Հարգելի խելացի իմ դիտորդ, այսօր մի փոքր ուզում եմ խոսել ընտրությունների ֆոնի վրա կատարվող այսպես բեմականացված թաթերական այսպես կապիկության մասին։ Ես ինչի համար երբևիցե չեմ ընտրել այժմյան կառավարությանը։ Չնայած որ աշխատել եմ մարզասրահում որպես մարզիչ, հիշում եմ այն ժամանակ մեր տնօրինության կողմից մարզիչները այսպես մեքենաներով դուրս էին գալիս փողոց, բայց քանի որ իրան գիտեին իմ բնավորությունը, որ ես առանց իմ կամքի ոչինչ չեմ անում եւ իմ կամքի վրա ոչ ոք չի կարող ազդի, ես միակն էի, որ այդ փողոցային հավաքներին չէի մասնակցում։ Այնտեղից արդեն կար իմ մեջ կասկածանք, թե ինչ էսպես, ինչի տնօրինությունը ասում է, որ եկեք հավաքվում ենք գնանք եւ այլը, պետք է ամեն մարդ ինքը ցանկություն ունենար գնալու։ Այդ էլ մի կողմ դնենք, մի կողմ թողնենք, այսօրվա կապիկության մասին եմ ես ուզում խոսել։ Ուրեմն տեսեք ինչա կատարվում։ Սրանք իրանց այս մեկ-մեկի ինչ որ բան էսպես ասելը ընտրության ֆոնի վրա փողոցում իրար ասում են, լսեք ուրեմն։ Այս որ դուք սենց իրարից աբիժնիկ կոպիտ ասած դուրս եկեքի իբր ցույցի, նախ ներկայացրեք, թե դուք ոնց կարաք, ինչ ծրագիր ունեք, որտեղ է ձեր խելամտությունը, ինչի համար եք ուզում գաք ղեկավարության եւ ինչ եք անելու այս ժողովրդի համար։ Իսկ եթե դուք անձնական հարցեր ունեք, դուք հեռախոսի համարել ունեք, դուք այսպես սուրհանդակել ունեք, որ կարող եք այսպես տեղ ու ժամ ասել թողմախի գյոլերը, գերեզմանները, կամ ինչ որ մի այսպես առանձին տեղ ու գնաք ձեր այսպես ռազմորկ եք անեք։ Դուրս եք եկել անընդհատ թութակի նման նույն բաները կրկնելով։ Ոնց նայում եմ, ոչ մեկիդ մոտ չկա այն ծրագիրը, որ կարա այս ժողովրդին այս վիճակից հանի, կամ այս թրքահպատակ խաղաղության քողի տակ վախկոտներին ուղակի այսպես դուրս շպրտի։ Սրանց խաղաղությունը նշանակում է ստրկություն։ Դուք այդ խաղաղությունը ձեռք եք բերելու Ադրբեջանի առաջ ծնկաչոք ապրելու միջոցով։ Մոռացեք, որ դուք ուրիշ ձևի ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հիմա Ադրբեջանը շատ ուժեղ է Հայաստանի համեմատ։ Հայաստանը պարտվել է ոչ միայն Ադրբեջանին, այլ պարտվել է նաև իր դիվանագիտական դաշտով բոլոր պետություններին։ Դուք մի մտածեք, որ պարտվել եք մենակ Ադրբեջանին։ Դուք բոլոր պետություններին այսօր պարտվել եք։ Նիկոլ Փաշինյան, այդ բարձրախոսը, չգիտեմ, որտեղ կարաս այսպես փակի քո բերանը։ Դու այս ժողովրդին ինչ արեցիր, հերիքա։ Հիմա ներկայացրու ինչ ունես անելու, ոնց կարաս փոխես, կամ քո այդ վզին, այդ 5000 երեխու արունը ոնց պիտի մաքրես։ Այն տղաները, որ ձեր չունեն, ոչ չունեն կամ գերության մեջ են, այդ մեղքի բաժնից դու ոնց պետք է ազատվես։ Դրան դու միակ ելք ունես, այս երկիրը ծաղկացնելով դու կարաս քավես քո մեղքը։ Բայց եթե մի մարդ ապաշնոր է իր ընտանիքի մեջ, ոնց կարա շնորհքով լինի երկրի մեջ։ Այդ խուժան արտահայտությունն է, ես չեմ տեսել մի երկրի ղեկավար, որ իրան այսքան էժան պահի, այսքան փողոցային պահի։ Իհարգելի իմ դիտորդ, խոսքս ուղղում եմ ձեզ, այս անգամ գոնե չսխալվեք։